Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը 30 տարեկան է։ Տարիներ շարունակ միտված է եղել եւ շարունակում է քաղաքի փոքրիկներին սովորեցնել ճանաչել գեղեցիկի աշխարհը, ընկալել յուրովի, սակայն արտացոլել բոլորին հասանելի գեղագիտական ճաշակով։ Հոբելյանական տարեդարձին նվիրված կազմակերպվել էր ցուցահանդես, ներառելով կենտրոնի մանկավարժների եւ նրանց կրթած սաների այս տարիների ընթացքում ստեղծած աշխատանքների ընտրանին։ Կենտրոնի աշխատանքային գործունեության արժանի գնահատականը տվեցին եւ գոյության կարևորությունն ու արժեքայնությունը քարոզեցին նաև քաղաքի եւ մարզի առաջավոր այրերը։ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած մեծավանդի համար հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Լոռու-մարզպետ Արտուր Նալբանդյան շնորհավորագիրը հանձնում է փոխմարզպետ պարոն Տիգրան Բադոյանը։ Ամեցեք։ Հարգելի վանաձորցիներ, հյուրեր, ներկաներ, ես պարզապես ուզում եմ շնորհավորել մեր գեղագիտական կենտրոնի 30-ամյակը։ 30 երկար ու ձիգ տարիներ մեր գեղագիտական կենտրոնը իր հիմնադիրների բարձր աշխատանքի շնորհիվ կարողացել են մեր քաղաքի մանուկ սերնդին միշտ գեղագիտական ճաշակ տալ։ Գեղագիտական ճաշակը բարձրացնել, որով էլ յուրաքանչյուր մարդ կարողանում է ջոկել լավը վատից, բարին չարից եւ այդ դաստիարակությամբ, այդ կոպմամբ է նա մտնում կյանք, իսկ սա ինձ թվալով աշխարհում ամենամեծն է։ Կենտրոնը հիմնադրվել է 1984 թվականին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով, ի սկզբանե կենտրոնում աշխատանքային գործունեություն է ծավալել անփոփոխ տնօրեն Կարինե Գլոյանը, 3 տարի ուսումնական մասի վարիչ եւ 27 տարի տնօրեն։ Նշանակման օրվա հետ այնքան էլ երջանիկ հիշողություններ չկան կապված, թերթելով անցյալի էջերը Տիկին Գլոյանը հավաստեց, չի ուրախացել այդ պաշտոնը վաստակելով, քանզի աշխատակազմի յուրաքանչյուր անդամ արժանի է եղել այդ պարգևին։ Չեմ ուրախացի ազնվորեն, բայց այսօր ես ուրախ եմ, որ կարողացա հաղթարել, կարողացա ամեն տարի 300 եւ ավելի երեխայի հետ շփվել, խոսել արվեստի լեզվով, երեխաներին տալ այդ գեղեցիկ դաստիարակությունը, զարգացնել նրանց մոտ այդ ճաշակը։ Չգիտեմ, այսօր իրոք եւ հուզված եմ, ուրախ եմ, որտեվ սա ինձ համար երբեք աշխատանք չի եղել, ի սկզբանե։ Ես պարզապես անում եմ այն, ինչ որ պետք է անեմ, սա ինձ համար ապրելակերպ է, ես չեմ պատկերացնում։ Գուցե չլներ կենտրոնը կամ գուցե վաղը ինձ ուղարկեն մեր տուն, բայց միևնույն է, ես զբաղվելու եմ այն աշխատանքով, որով որ այսօր զբաղվում եմ։ Ամեն տարի կենտրոնի 23 անդամից մասնավորապես 11 մանկավարժից բաղկացած աշխատակազմը կրթում է 300 եւ ավելի երեխաների, որի արդյունքում նրանք իրենց աշխատանքներով մասնակցում են գրեթե բոլոր մրցույթներին, փորձում վերադառնալ հաղթանակած եւ գնահատված։ Կենտրոնի գործունեության եւ վաստակի մասին չլռեց եւ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, ով հավաստեց, նման արդյունքներ տեսնելով ցանկություն եւ պարտադրանք է առաջանում կենտրոններ հիմնել ողջ Հայաստանի տարածքում, հատկապես գյուղական համայնքներում, քանզի գրանցված արդյունքները ոչ միայն երեխաների աշխատասիրության, մանկավարժների գրագիտության մասին է վկայում, այլև հայ ազգի գենետիկական ժառանգության, իսկ համայնքների փոքրիկները նույնպես ժառանգորդ են։ Էս են երեխաներն են, որ պիտի այս դաստիարակությամբ հասկանան, որ իրանք մեծ ժողովրդի քաղաքացիներ են, անդամներ են, որ իրանք մեծ Հայաստանի քաղաքացի են դառնալու։ Այն Հայաստանի, որը մենք ժամանակին կորցրել ենք, տարբեր պատճառներով, բայց այստեղ դաստիարակվող երեխաներից ոմանք պիտի հետո էրզրումներում ու ղարսերում նման կենտրոններ ստեղծեն։ Մենք այդ հավատքով ենք մեր երեխաների հետ աշխատում։ Հոբելյանական ցուցահանդեսի գեղարվեստական մասն ապահովեցին թիվ 1 մշակույթի տան, Գայան ամառցամշակութային կենտրոնի, ինչպես նաև Գյումրու մասնաճյուղի սաները։ Ադրինե Մխոյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։